Ծաղկաձորի սկզբնամասում նախատեսվում է նոր հյուրանոցային համալիր կառուցել։ Այն գործելու է աշխարհահռչակ Radisson խմբի կազմում։ 8 հարկից բաղկացած հյուրանոցը ունենալու է նաև արհեստական լիճ։ Հյուրանոցի համար ընտրված հողամասի սեփականատերը կապվում է քրեական աշխարհում հայտնի Շաքրո Մալադոյի մտերիմի Կոնստանտին Մանուկյանի հետ։ Ինչով է այս բիզնես նախագիծը մեր ուշադրությանն արժանացել։ Հյուրանոցի համար ընտրված հողամասը տարիներ առաջ ապօրինի սեփականաշնորհված անտառներից մեկն է։ Մակերեսը 15 հեկտար։ Հետքն ուսումնասիրել է հյուրանոցին առնչվող փաստաթղթերը եւ պարզել է, որ հողամասը, որը որ տարիներ առաջ ապօրինի սեփականաշնորհվել էր, այդ ժամանակ ձեռք էր բերվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնապահի կողմից։ Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող ավելի քան 50 հեկտար անտառնապօրինի սեփականաշնորհելու փաստը բացահայտել էր հետքը։ Ներկայացնում ենք, թե ովքեր են դարձել անտառային հողատարածքների իրական սեփականատերերը։ 2007 թվականին այդ ժամանակվա փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է կառավարության ընդունած մի որոշում, որով փոխվել է անտառային հողի կատեգորիան։ Հողամասը այդ ժամանակ Հրազդան համայնքի վարչական սահմաններում էր ներառված։ Այդ պատճառով գույքը հետագայում աճուրդով վաճառելու որոշումը կայացրել է Հրազդանի համայնքապետը։ 15 հեկտար անտառապատ հողը վաճառվել է կադաստրային արժեքի կես գնով։ Գույքն առաջինը ձեռք բերողը ամիսներ անց այն փոխանցել է Հովիկ Աբրահամյանի թիկնապահին, որն էլ իր հերթին փոխանցել է Հովիկ Աբրահամյանի մերձավորներից մեկի հետ համատեղ բիզնես ունեցող անձին, Ռուզաննա Ասուլյանին։ Այդ գործարքներից հետո ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխություններով այդ եւ այլ անտառապատ հողամասեր փոխադրվել են Ծաղկաձոր համայնքի վարչական տարածք։ Անտառային հողերի ապօրինի սեփականաշնորհման դեպքերը հետքի կողմից բացահայտվելուց հետո քրեական գործ հարուցվեց։ Այն քննվեց Սասուն Խաչատրյանի ղեկավարած հատուկ քննչական ծառայությունում, սակայն կարճվեց վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով։ Այդուհանդերձ նախաքննության ժամանակ հաստատվեց, որ անտառապատ հողերը ապօրինի են սեփականաշնորհվել։ Հողերի մի մասը նախկինում օտարվել էին Հրազդան համայնքի, մյուս մասը Կոտայքի մարզպետարանի որոշումներով։ Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում դատարանում սկսեց վիճարկել Կոտայքի մարզպետարանի կողմից օտարված հողերի որոշումները։ Արդյունքում անտառապատ որոշ հողամասեր արդեն վերադարձվել են պետությանը։ Հողամասերի մյուս մասի վերադարձը պետք է նախաձեռներ Հրազդանի համայնքապետը, որը հետագայում, ինչպես հետքը պարզեց, տապալել է դատական գործերը։ Հովիկ Աբրահամյանի թիկնապահի ձեռք բերած հողամասի վերաբերյալ Հրազդան համայնքը ընդհանրապես դատարան չի դիմել։ Արդյոք դատախազությունը, որ 2023 թվականից իրավասու է նաև համայնքային շահերի պաշտպանությամբ զբաղվել, որևէ գործընթաց նախաձեռնել է։ Դատախազությունից հայտնեցին, որ Հրազդան համայնքի կողմից հայցեր չներկայացնելու մասին հետքի հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ դատախազությունը առանձին հայցերով դիմել է դատարան։ Դատական տեղեկատվական համակարգից էլ տեղեկանում ենք, որ դատախազությունը Հովիկ Աբրահամյանի թիկնապահի կողմից ձեռք բերված 15 հեկտար անտառը վերադարձնելու նպատակով 2025 թվականի մարտի 14-ին է դիմել հակակոռուպցիոն դատարան։ Այս ամենին զուգահեռ 7 տարի կառավարության ղեկին գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է այսպես ասած թալանը հատիկ առ հատիկ պետությանը վերադարձնելու մասին։ Ինչպես տեսնում եք, պետությունից եւ համայնքից ապօրինի սեփականաշնորհված որոշ գույքեր այդպես էլ չեն վերադարձվում։ Նմանատիպ պատմություններին առաջինը ծանոթանալու համար բաժանորդագրվեք Հետքի YouTube-յան ալիքին եւ հետևեք մեզ սոցցանցերում։